Армения в двух союзах состоит одновременно, как вы думаете? Я на этот вопрос отвечу, наверное, уже завтра. Сегодня я не думаю, что надо отвечать на такие вопросы. Какой союз ближе? Դա հերթական անշնորհքությունն էր, որ արեցին մեր դաշինքի նկատմամբ, բայց ես ուրախ եմ, որ նույնիսկ իրենց այդ փոքրիկ ուղեղով կարողացան ճիշտ գնահատել սիտուացիան եւ արեցին ճիշտ ընտրություն։ Իսկ պարոն Ղազենյանի հետ կապված, որ դիմել են դատախազություն, խնդրում եմ պատասխանել։ Ну вот, прямо сейчас тоже идут аресты по нашим всем сторонникам. Очень многих ребят сегодня арестовали, вчера больше 100 человек арестовали. Ну, ничего страшного. Что вы бы хотели сказать Евросоюзу для итальянской прессы, пожалуйста? Что? Евросоюзу, что вы бы хотели сказать Европе, Евросоюзу? Евросоюзу хотел бы сказать, чтобы они были богатыми. Богатыми в каком смысле? Во всех смыслах. Ձեզ ինչ է հայտնի դիմել են դատախազից, որ քսյան ձեռնխելիությունից զրկեն գործ։ Դե իրենք չգիտեմ ինչ որ բանի նորից պատրաստում են, տեսնենք։ Ձայնագրական պայմաններում լեգիտիմ ընտրություն հնարավոր է։ Դուք տնային կալանքի ռեժիմում եք ձեր Դուք վերջում դա կգնահատեք։ Պարոն Կարապետյան, պլանը ինչ է պլանավորում ընդդիմությունը։ Означает ли это разрыв отношений с Россией? Завтра ответим на все вопросы. Պարոն Կարապետյան, ԿՊ ցայնագրություններ հրապարակեց, որտեղ ակնհայտ լսվում է, թե ինչպես են FSB-ի հրամանը կատարում Ռուսաստանի Դաշնության տարբեր քաղաքներում համայնքապետ ղեկավարների հետ կապված։ Այս մասով ինչ կասեք։ Հրահանգված էր, որ Հայաստան եկած հայերը, որ իրենք հենց առաջին օրից սկսեցին որակալ։ հատուկ բերել են այստեղ քվեարկության։ Ինչպես կարող եք, օրինակ դուք դա ոնց եք պատկերացնում, տասնյակ հազարավոր մարդիկ գալիս են։ Իրենք հնարավոր է ասել, մի 100 հոգի աշխատող կարող ունենալ ֆեյսբուք։ Ինչ ծրագիր ունի։ Հանրահավաքին վարչական ռեսուրսեր օգտագործում, մարդկանց ուղղորդում էին, բերում էին հրապարակ ավտոբուսներով, ինչ ասեք այդ մասին։ Թող բարով այլ։ Ընտրակաշարք բաժանել եք, պարոն Կարապետյան, ինչքան եք բաժանել ընտրակաշարք, ամեն օր ձայնագրություններ են հրապարակվում։ Դե դուք երևի հաշված կլինեք, դուք ամենալավը Չեք բաժանել, Իհարկե չենք բաժանել։ Իհարկե որ բաժանած լինեինք, հիմա ինձ էլ նորից կալանա։ ձայնագրությունների մեջ ովքեր Պարոն Կարապետյան, որ ուժերի հետ Դուք միշտ եք, որ ակտիվ կարող եք ասել մոտավորապես։ Урсула фон дер Лайен, что вы бы хотели сказать? Պնդել եմ նույն կարգին։ Հիմա այսօր երևի։ Սցենարի է պատրաստ ընդդիմությունը Փաշինյանի ընթացական հաղթանակի դեպքում թե կանելու ինչ ծրագիր ունի։ Այսօր ընտրություններ է։ Պլան B-ի մասին ինչ կասեք։ Հետընտրականի զարգացումներ։ Որոշի այդպես։ Պարոն Կարապետյան, ինչպեսի հայրենիք եք քվեարկելու, ինչ ապագայի։ Պարոն Կարապետյան, Դրա մասին ես ամեն օր եմ խոսել, դրա համար կխոսեմ նաև վաղը։ Բայց այսօր մի քիչ այդ հարցերը վտանգավոր է, այդ հարցերին պատասխանել, իրենք կարող է համարեն դա քարոզություն, նորից մի 1000 մարդ կսերվական։ Տրամադրությունով եք գնում քվեարկության։ Ինչ? Շատ լավ տրամադրությամբ, մարտական տրամադրությամբ, ինչպես մեր հայ ժողովուրդն է գնում։ Այսօր երևում է, որ բոլորն են մարտական տրամադրված եւ շատ կարեւոր է ապահովել իսկական լեգիտիմ իշխանություն, որ մենք վերջապես հնարավորություն ունենանք մենք որոշենք մեր երկրի ապագան, ոչ թե դրսից որոշենք։ Ամենայն դեպս ես ուրախ կլինեի, որ մեր երկիրը չտանենք ցնցումների, որտեղ ամեն մի ցնցում նորից մեր երկրի զարգացումը հետաքրքիր է։ Դրա համար Կարապետյան, Նիկոլ Փաշինյանը հրապարակում Փաշինյանին ինչի համար։ Փաշինյանը հրապարակում ձեզ զգուշացրեց, որ պատասխանատվության եք
կենթարկվելու։ Պարոն Կարապետյան, Փաշինյանը հրապարակում զգուշացրեց, որ պատասխանատվության է կենթարկվելու նաև 300,000 ադրբեջանցիների խոսույթը քաղաքական դրականությունելու համար, բացի փողերի լվացումից։ Ես ամեն օր եմ պատասխանատվության կենթարկվում, ամեն օր։ Ես հիմա պատկերացրեք, մեծարգոն ինձ բերել է ընտրության, այսինքն ես նույնիսկ հնարավորություն չեմ ունեցել գամ ընտրության, ինձ բերել են ընտրության։ Ուրսուլա ֆոն դեր Լայեն, այստեղ միջազգային լրատվամիջոցների առնելություն ինչի մասին է վկայում, ոչ միայն տեղական, այլև տեսնում եք տասնյակ միջազգային լրատվամիջոցներ են այստեղ, եւ Ֆրանսիայից, եւ Հոլանդիայից։ Ինձ թվում է դա հետաքրքրությունն է Հայաստանի նկատմամբ, այսօր Հայաստանը ես դրա համար ճիշտ ասած ուրախ եմ, որ աշխարհի համար դառել է նորմալ սուբյեկտ եւ բոլորը ձգտում են ճիշտ պատկերացնեն ինչ է կատարվում Հայաստանում։ Այսօր ձեր մասնակցությամբ պայմանավորված։ Ես չգիտեմ ում մասնակցությամբ, ինձ թվում է ընդանում է դա։ Կարապետյան, ձեր պարտությունը դուք բացառում եք, որ ձեզ չի հաջողվի մեծամասնություն։ Ես չգիտեմ դա քարոզություն կհամարվի թե չէ, անենց ուրախությամբ պատասխանեի ձեր։ Այսօր ազատ եք քարոզությունը։ Господин Карапетян, телеканал РТВ, прокомментируйте отношения. Դա հաստատ։ Բացեք նորմալ, կարող եմ այսօր մի երկու բան ասեմ, այլ չէ։ Господин Карапетян, РТВ телеканал отношения с Россией, если вы любите, какие будут, как вы будете эти отношения? Понимаете, не должны иметь со всеми хорошие отношения, ни с Америкой, ни с Евросоюзом, ни с Россией. Это те страны, которые должны помогать развиваться Армении. Мы не можем сказать, что мы будем иметь только хорошие отношения с Россией или только хорошие отношения с Америкой. То есть баланс будет в этих? Баланс однозначно будет. Вот в нашем случае однозначно этот баланс будет. Ինչպես է գնահատում այն հանգամանքը, որ ռուսաստանաբնակ հայերը այսօրին եկել են Հայաստան, իննանի ելք հայտնված Ну, ռուսաստանցիական հայ պետք է գան, որ ընտրություններ ելք որոշեն, ասեն միտք, մի քանի հազար մարդ եկան ընտրություններ։